Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, այն հասել է 4-ի։ Մահացածներից 3-ը կանայք են, 1-ը տղամարդ, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։ Տեղի ունեցած պայթյունի հետևանքների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Նիցայում Արարատ Միրզոյանը հանդիպել է Սինգապուրի արտգործնախարարի հետ։ Կողմերը քննարկել են հայ-սինգապուրական գործակցության զարգացման ուղիները, Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգը եւ առկա մարտահրավերները։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն պաշտոնական այցով Հայաստանում է։ Նա կհանդիպի ոչ միայն պետական պաշտոնյաներին, այլև հանդես կգա հանրային բանախոսությամբ եւ կհանդիպի ԵՊՀ ուսանողներին։ Նրան արդեն ընդունել է վարչապետը։ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ գործակցությունը։ Իսրայելը ամերիկյան Պատրիոտ զենիթահրթիռային համակարգեր չի փոխանցել Ուկրաինային, որը պաշտպանվում է ռուսական ագրեսիայից։ Կիևում Իսրայելի դեսպան Միխայել Պրոցկու հակառակը պնդող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, օրվա միջազգային անցուդարձը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը։ Զեկույցներով են հանդես եկել էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների շրջակա միջավայրի նախարարները։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կայացել է բացօթյա բալետային ներկայացում։ Այն արվեստի հասանելիության եւ հանրային տարածքների մշակութային օգտագործման հիանալի օրինակ է։ Ճամբարակում շենքի փլատակներից քիչ առաջ դուրս է բերվել որոնվող վերջին անձի դին, մահացածների թիվը այսպիսով հասավ 5-ի։ Ինչպես տեղեկացրել էինք այսօր ժամը 8:34-ին Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցել գազի պայթյուն, որին հաջորդել է հրդեհ եւ շինության մասնակի փլուզում։ Փլուզվել են շենքի 4-րդ, 3-րդ եւ 2-րդ հարկերի բնակարանները, մասամբ կից մուտքի հատվածը։ 11 տուժած տեղափոխվել են բուժ հաստատություններ, նրանցից 4-ը անչափահասներ են։ Կազմակերպվել է հոսպիտալացվածներից 3-ի տեղափոխումը Երևանյան բուժ հաստատություններ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն։ Նախաձեռնվել է քրեական բարույթ, ներկայում ընթանում է որոնողական դեպքի վայրի զննություն, անհետ կորած անձին հայտնաբերելու ուղղությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ, նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժ անձնակազմ եւ շտապ օգնության մեքենաներ, անհրաժեշտ շին տեխնիկա, փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Աբազյանը ներկայացրել է նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացված հանդիպումների արդյունքները, իսկ հնչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ կատարվող քննության արդյունքները։ Աբազյանը հույս է հայտնել, որ համատեղ եւ համակարգված աշխատանքը կբերի շոշափելի արդյունքի ուղղված անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն պաշտոնական այցով Հայաստանում է, նա կհանդիպի ոչ միայն պետական պաշտոնյաների, այլև հանդես կգա հանրային բանախոսությամբ եւ կհանդիպի ԵՊՀ ուսանողներին։ Նրան արդեն ընդունել է վարչապետը, Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ գործակցությունը, կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքների գերակայության ամրապնդման գործընթացներում։ Գլխավոր քարտուղարն իր հերթին վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակելու սերտ գործակցությունը Հայաստանի կառավարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործակցության օրակարգային հարցեր, նաև ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հեռանկարներ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների եւ կայունության ապահովման վերաբերյալ։ Ալեն Բերսեն հանդիպում է ունեցել նաև ազգային ժողովի նախագահի հետ։ Ալեն Սիմոնյանը ընդունել է նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոփանին։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները, հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական գործակցության զարգացման հարցերին։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն էլ հերքել է հրապարակ.am-ում հունիսի 10-ին հրապարակված հոդվածում ներկայացված պնդումները սահմանազատման վերաբերյալ։ Գրասենյակի հայտարարությունում նշվում է, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ սահմանազատման բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապատասխան հանձնաժողովների շրջանակում։ Նշենք, որ կայքը հայտնել էր, թե իբրև Հայաստանը առաջիկայում Ադրբեջանին է զիջելու 180 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ ստանալու ընդամենը 25 քառակուսի կիլոմետր։
Հայաստանը վերանայում է իր պաշտպանական ռազմավարությունը ի պատասխան Ադրբեջանի աճողոթային հզորության, որն այժմ ամրապնդվում է Պակիստանի հետ կնքված 4.6 միլիարդ դոլարի կործանիչների գնման գործարքով, գրել է Jetline Marvel-ը, նշելով, մինչև Բաքուն պատրաստում է ձեռք բերել 40 նոր սերնդի GF-17 կործանիչներ, Երևանը դիմում է Նյու Դելիին հզոր պատասխանի համար Հնդկաստանի Su-30 MKI կործանիչներ ձեռք բերելու նպատակով։ Լրատվամիջոցն ընդգծում է Su-30 MKI ինքնաթիռների նավատորմը ցույց է տվել իր ճշգրիտ հարվածային եւ խորը ներթափանցման հնարավորությունները, հատկապես Սինդուր գործողության ժամանակ։ Այն նախատեսված է բոլոր եղանակային պայմաններում թռիչքների եւ օդ-օդ ու ցամաքային հարձակման առաքելություններ կատարելու համար։ Կործանիչը կարող է թռչել ավտոպիլոտի միջոցով եւ օգտագործել ռադար ցածր բարձրության վրա, նավիգացիայի համար կարող է հարձակվել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախների վրա միայնակ կամ խմբերով։ Այս ինքնաթիռներից մոտ 600-ը կառուցվել է 2024 թվականին։ Լրատվամիջոցը հայտնում է, որ զննումներից զատ Հայաստանը ըստ որոշ տեղեկությունների ուսումնասիրում է իր Su-30SM ինքնաթիռների արդիականացման հնարավորությունները օգտագործելով հնդկական տեխնոլոգիաները։ Իսրայել-ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգեր չի փոխանցել Ուկրաինային, որը պաշտպանում է ռուսական ագրեսիայից։ Կիևում Իսրայելի դեսպանը հակառակը պնդող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Համապատասխան պաշտոնական հայտարարությունները հրապարակել է իսրայելական պարբերականներից մեկը։ Դիվանագետը հայտնել էր, որ Իսրայելը Ուկրաինային է փոխանցել Միացյալ Նահանգներից ստացված Patriot համակարգեր, որոնք 1990-ականներին Իսրայելի պաշտպանության ուժերի զինանոցում են եղել։ Միևնույն ժամանակ Բրոդսկին ափսոսանքի հայտնել, որ շատ չի խոսվել Իսրայելի կողմից այդ համակարգերը Կիևին փոխանցելու մասին։ Ճիշտ չէ, երբ ասում են, որ Իսրայելը ռազմական օգնություն չի ցուցաբերել Կիևին, ասել էր դեսպանը։ Ավելի վաղ Ռուսաստանն Իսրայելից բացատրություններ պահանջել Ուկրաինայում նրա դեսպանի հայտարարությունների կապակցությամբ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցող ուկրաինական պատվիրակությունը չունի լիազորություններ քննարկելու հնարավոր տարածքային փոփոխությունները խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունգարական պարբերականներից մեկին տված հարցազրույցում։ Զելենսկու խոսքով տարածքների շուրջ միայն ինքը կարող է բանակցել եւ դա կանի միայն ուղիղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես այս հարցով իմ դիրքորոշումը չեմ քննարկի այլոց հետ, ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին վերստին պնդել է Ուկրաինան իր օկուպացված տարածքները իրավաբանորեն չի ճանաչում որպես ռուսական, բայց ակնարկել է, որ հրադադարից հետո դե ֆակտո դա կարող է տեղի ունենալ։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներն Ուկրաինայի Խարկով քաղաքի երկու շրջաններում երկու մարդու կյանք են խլել։ Հունիսի 11-ի առավոտյան հասցված հարվածների հետևանքով տասնյակ վիրավորներ կան, հայտնել է Խարկովի քաղաքապետը։ Իգոր Տերեխովը նշել է, որ արձանագրվել է 17 անօդաչու սարքի հարված, որոնցից մի քանիսը ուղիղ հարվածել են բազմաբնակարան շենքերին, մասնավոր տներին, խաղահրապարակներին, ձեռնարկություններին եւ հասարակական տրանսպորտին։ Ինտենսիվ հարվածների արդյունքում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի 15 բաժանմունքում, Սլոբիցկու շրջանում մի քանի տներ են վնասվել Օսնովյանսկու շրջանում։ Չնայած հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին, որոնք մինչ այժմ արդյունք չեն տվել, Ռուսաստանը սաստկացրել է Ուկրաինայի դեմ ռմբակոծությունները։ Ուկրաինան եւ Ռուսաստանը շարունակել են գերիների փոխանակման գործընթացը, պատերազմող կողմերը վերադարձրել են վիրավոր եւ ծանր վիրավորված զինվորների խմբերին։ Այս մասին Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, տեղեկությունը հաղորդել է նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերիների փոխանակման շուրջ Մոսկվան ու Կիևը համաձայնություն են ձեռք բերել ամսվա սկզբին Ստամբուլում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից։ Այն հարցը, թե որքան ժամանակ Ռուսաստանը կարող է դիմակայել այս պատերազմին, կախված է նաև նրանից, թե որքան արդյունավետ կլինեն պատժամիջոցները։ Ահա թե ինչու մենք եւ ես անձամբ այդքան ձգտում ենք, որ Միացյալ Նահանգները հիմա պատժամիջոցներ կիրառի, ասել է Մերցը։ Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԵՄ նոր սահմանափակումները կանդրադառնան բանակային եւ էներգետիկ ոլորտների վրա։ Միաժամանակ Մերցը հայտարարել է, որ անհնար է թույլատրել ջանքերը ոչ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու, ոչ էլ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պահպանման ապահովման հարցում։ Հունիսի 6-ից շարունակվող ցույցերի պատճառով Լոս Անջելեսի որոշ կենտրոնական հատվածներում պարետային ժամ է հայտարարվել, ըստ քաղաքապետ Քերեն Բասի այն կտևի մի քանի օր։ CNN-ը գրել է, որ պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանները զանգվածային ձերբակալություններ են կատարել։ Կալիֆոռնիայում վերջին 4 օրվա ընթացքում ձերբակալվել է առնվազն 378 մարդ, որոնցից 200-ը վերջին 1 օրվա ընթացքում։ Քաղաքապետը հայտնել է, որ ցույցերի ընթացքում 23 բիզնես է թալանվել։ Լոս Անջելեսում տեղակայված ազգային գվարդիայի շուրջ 4000
մարտիկները եւ 700 ծովային հետևակայինները պաշտպանում են դաշնային շենքերը, նաեւ միգրացիոն հարցերով գործակալներին, որոնք ձերբակալություններ են կատարում։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատարան է դիմել խնդրելով անմիջապես դադարեցնել զինվորականների կողմից միգրացիոն հարցերով գործակալներին տրամադրվող օգնությունը։ Այս հարցով դատական լսումները կկայանան հունիսի 12-ին։ Նյուսոմը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը սրում է իրավիճակը Լոս Անջելեսում, իր հերթին Թրամփը չի բացառել ապստամբության մասին օրենքը գործի դնելու հնարավորությունը։ Այն նախագահին դիազորում է ռազմական ուժեր տեղակայել երկրի ներսում, ճնշելու ապստամբությունը կամ ներքին բռնությունները կամ որոշակի իրավիճակներում օրենքի ուժը գործի դնելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների ազատ արձակման եւ Գազայի հարցով համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն ընդգծել է, որ դեռ շատ վաղ է չափազանց մեծ հույսեր փայփայել։ Իսրայելի վարչապետի գրասենյակը նշել է, որ բանակցությունները շարունակվում են վճռականությամբ, զգուշությամբ եւ Իսրայելի քաղաքացիների անվտանգության եւ բոլոր պատանդների վերադարձի համար մշտական մտահոգությամբ։ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը երրորդյա ազգային սուք է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության համար, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել է։ Կանցլերը միջադեպը որակել է որպես անհավանական բռնության ակտ, զոհվել է նաև կասկածյալը, ով ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել։ Եվս 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ըստ հրապարակման հարձակվողը, որը ենթադրաբար նախկին աշակերտ է, կրակ է բացել Գրացի Բորգ դպրոցի 2 դասարաններում։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է 24 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը։ Զեկույցներով են հանդես եկել էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարները։ Իսկ քաղաքապետարանի կատարած աշխատանքն ու առաջիկա անելիքները ներկայացրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը խոսել է նաեւ Երևանում առկա խնդիրների մասին։ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտին ուղղված ծախսերը 2024 թվականին կազմել են 40 միլիարդ 679 միլիոն դրամ։ Տվյալները ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Ըստ նախարարի, ոլորտին ընդհանուր առմամբ հատկացվել է 44 միլիարդ 522 միլիոն դրամ։ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էլ նշեց, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է մոտ 959 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 1.6%-ով։ Եթե մենք գյուղատնտեսական համախառն արտադրանքին ավելացնում ենք նաև ձկնաբուծությունը, ապա կարող ենք ասել, որ համախառն գյուղատնտեսական արտադրանքը կազմել է շուրջ 1 տրիլիոն 20 միլիարդ դրամ եւ ընդհանուր ոլորտում աճ է գրանցվել նախորդ տարի 1.9%-ով։ Անդրադառնալով կարկուտի հետևանքով գրանցված վնասներին, ապա փոխնախարարը նշեց, որ ծավալը հստակեցված է, սակայն աջակցության ծրագրերի վերաբերյալ վերջնական որոշումները կընդունվեն հունիսի վերջին, կախված եղանակային հետագա զարգացումներից։ Նրա խոսքով կարկտահարության հետևանքով վնասվել է շուրջ 8740 հեկտար հողատարածք։ Գնահատման աշխատանքները գրեթե ամբողջությամբ իրականացվել են, արդյունքները փոխանցվել էկոնոմիկայի նախարարություն, սակայն որոշ տվյալներ դեռ ամփոփման փուլում են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարկտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում, հունիսի 20-ից 25-ից հետո արդեն որոշակի ամբողջական պատկեր ունենալուց հետո նոր կկարողանանք վերջնական արձագանքել, որովհետև այն օրը, որ քննարկում ենք իրականացում, օրինակ Շիրակի մարզում տեղած կարկուտ։ Ինչ վերաբերում է հայկական կոնյակի Ռուսաստան առաքումների հետ կապված խնդիրներին, ապա Խոջոյանը նշեց, որ կոնյակով բեռնված 50 բեռնատարներ արդեն հատել են Վրաստանի սահմանը եւ Ռուսաստանի մաքսային տարածքում են։ Փոխնախարարի խոսքով վրացական կողմում կուտակումների հետ կապված խնդիրն առաջին անգամ արձանագրվել է այս տարվա ապրիլին եւ առ այսօր մնում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Ապրիլ ամսվանից մինչ օրս ընդհանուր առմամբ լրացվել է մաքսային 557 դեկլարացիա, արտահանման դեկլարացիա, վերջնակետին հասել են 391 դեկլարացիա ավարտված է համարվում, նշանակում է օրինակ, եթե արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, ապա ապրանքը արտահանվել է եւ հասել է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնին։ 391-ի մասով դա ավարտված է, հունիսի 1-ից մինչ օրս 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին։
Հաջորդ թիվ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացնելով 2024 թվականի բյուջեի կատարողականը հայտնեց, որ նախարարության հաստատված բյուջեն կազմել է 9.8 միլիարդ դրամ։ Ներկայացնելով իրականացված ծրագրերը նախարարը նշեց, որ Սևանա լիճ այս տարի բաց է թողնվել 75,000 մանրաձուկ, ամառային եւ գեղարքունի տեսակների, եւ նշված թիվը առաջիկայում նախատեսվում է հասցնել մինչեւ 1 միլիոնի։ Իսկ անտառապատման եւ անտառավերականգնման ծրագրերի շրջանակում վերջին 4 տարում Հայաստանի տարբեր համայնքներում տնկվել է ավելի քան 3.2 միլիոն ծառ։ Վերականգնվել կամ ստեղծվել է 1100 հեկտար անտառ։ Անդրադառնալով Շիկահողի արգելոցի հետ կապված այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը շինաշխատանքների նպատակով իրականացրել է ծառահատումներ, նախարարը պարզաբանեց, որ 2022-ի սեպտեմբերյան դեպքերից հետո Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում իրականացվել է համապատասխան հաշվեգնահատում եւ տվյալներն արդեն ներկայացրել են միջազգային կառույցներին։ Ոչ միայն Շիկահողի, այլ տարբեր հատվածներում, տարբեր ինժեներական աշխատանքների արդյունքում, այո, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը բացասական կա, բայց դա իհարկե անվտանգային եւ այլ հարցերի հետ ուղիղ կապ ունի։ Ես այս պահին վերականգնելու կամ այլ միջոցառումների մասին հստակ բան չեմ կարող ասել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է 2026 թվականին համայնքներին տրամադրվող դոտացիայի չափը հասցնել 107.8 միլիարդ դրամի։ Նախարարի խոսքով 2024 թվականին 71 համայնքի հատկացվել է ընդհանուր առմամբ 85.3 միլիարդ դրամ, ճիշտ այն չափով, ինչքան նախատեսված էր տարվա սկզբին։ Նա նաեւ հիշեցրեց, որ 2024-ին առաջին անգամ վերանայվել եւ բարելավվել են ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման մեխանիզմները, ինչը միտված է տարբեր ֆինանսական հնարավորություններ ունեցող համայնքների միջև հնարավոր բևեռացումը մեղմելուն։ Հիշալ նպատակով առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրի անվտանգային ծախսեր կատարելու համար լրացուցիչ հատկացվել է 5 միլիոն դրամ, օրինակ Կապան համայնքի դեպքում 19 սահմանամերձ բնակավայրի համար հատկացվել է 95 միլիոն, Նոյեմբերյանի դեպքում 45 միլիոն եւ այսպես շարունակ։ Միտի ասեմ, որ առաջին անգամ ազգային փոքրամասնություններով 8 համայնքների յուրաքանչյուրին տրվել է 50 միլիոն դրամ դոտացիա։ Պիտի նշեմ, որ դոտացիայի չափը շարունակական աճում է եւ չեմ կարող այս համատեքստում չնշել, որ 2026 թվականին դոտացիայի չափը կկազմի արդեն 107.8 միլիարդ դրամ, որը 2023 թվականի համեմատ աճել է շուրջ 54%-ով։ Այնուհետև 2024 թվականի բյուջեի կատարման զեկույցը ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ անցած տարվա եկամուտները կազմել են 116 միլիարդ 715 միլիոն դրամ, այսինքն Երևանի քաղաքապետարանի հավաքագրած եկամուտները 13.1%-ով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը, կազմելով 71 միլիարդ 199 միլիոն դրամ։ Անդրադառնալով ավտոբուսների տոմսային համակարգին եւ հատկապես ուղևորատոմսի չվճարման խնդրին, Տիգրան Ավինյանը նշեց, որ շուտով կներկայացվի նախագիծ, որի ընդունման դեպքում վճարում չկատարող ուղևորները կենթարկվեն պատասխանատվության, նրա համոզմամբ այս քայլը զգալիորեն կփոխի ստեղծված իրավիճակը։ Ընդհանուր առմամբ եկեք մի իրավիճակ հասկանանք, որ լավ մարդը անպատասխանատու է, ընդհանուր առմամբ գերակշիռ մեծամասնության մասին չենք խոսում, մարդը անպատասխանատու է, կարա չվճարի, չի վճարում, տենց ու մոտավորապես այդ մոտեցմամբ է վերաբերում, չի գիտակցում, որ այդ ամեն վճարումը լավ վաղվա այդ ավտոբուսի վերանորոգումն է, վաղվա հաջորդ ավտոբուսի գնումն է, վաղվա հարմարավետության ապահովումն է ամբողջ քաղաքի համար։ Հիմա եկեք հասկանանք, ինքը իրան իհարկե դա չի հետաքրքրում։ Իրան հետաքրքրում է մի բան, ինքը պատասխանատվության կենթարկվի, թե ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ է, ինչ ա եղել, որ ժողովուրդ ջան, այդպես էլ կշարունակենք։ Քաղաքապետը նշեց, որ ավտոբուսներում տեխնիկական խնդիրների ծավալը փոքր է, քանի որ բոլորն ապահովված են ժամանակակից սարքավորումներով։ Բոլոր ավտոբուսների ներսում, նաև դռների հատվածում տեղադրված են տեսախցիկներ։ Գործում է համակարգ, որը հաշվում է, քանի ուղևոր է մուտք գործել եւ դուրս եկել ավտոբուսից։ Եվ ունենք համակարգ, որը հաշվում է, թե քանի հոգի մարդ մտավ ավտոբուս, քանի հոգի դուրս եկավ։ Ունենք համակարգ, որը հաշվում է, քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, իսկ քանի հոգի ուղակի կողքով անցավ։ Քանի հոգի սասի կներեք
QR կոդ մոտեցրեց վալիդատորին։ Քանի հոգի իր արդեն, չգիտեմ, որերորդ անգամ սև ցուցակը ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին։ Մենք այդ առումով բավականին հնարամիտ ժողովուրդ ենք եւ նույնիսկ այդ բանի շատ զարմացած դեմքն էլ կարող ենք անել, էլի այդ ընթացքում, երբ որ սասի QR կոդն ենք մոտեցնում։ Քաղաքապետն անդրադարձավ նաև տրամվայների գործարկման հնարավորությանը, նշելով նման հարց չի քննարկվում, քանի որ այն իրատեսական չէ։ Այդ համատեքստում Ավինյանն անդրադարձավ նաև մետրոյին վերաբերող ծրագրերին, նշելով, որ Աջափնյակ մետրոյի կայարանի նոր նախագիծը հաջողությամբ ավարտվել է եւ այժմ անհրաժեշտ է կազմակերպել շինարարության մրցույթը եւ ապահովել համապատասխան ֆինանսավորում։ Քաղաքապետը վստահեցրեց, Երևանում Աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է։ Ինչ վերաբերում է խցանումներին, մասնավորապես Դավթաշենի կամրջի ծանրաբեռնվածությանը, քաղաքապետը հայտնեց, որ շուտով կկառուցվի Թբիլիսյան եւ Եղվարդի խճուղիների նոր ճանապարհահատվածը։ Ըստ Ավինյանի, դրանց կառուցումը ոչ միայն զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կամրջի երթևեկությունը, այլև կապահովի M4 միջպետական մայրուղու միացումը հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին։ Ռիտա Մնացականյան, Free News, Ազատ լուրեր։ 2024 թվականին առողջապահության նախարարությունը ծախսել է մոտ 154 միլիարդ դրամ գումար, բյուջեի կատարողականը կազմել է մոտ 90%։ Հանայ Տավանեսյանն ազգային ժողովում 24 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ներկայացրել է այն ոլորտները, որոնց ուղղությամբ ներդրվել է հիմնական ֆինանսական միջոցները։ Ըստ այդմ գումարի մեծ մասն ուղղվել է առաջնային օղակների տեխնիկատնտեսական վերազիմնման, կապիտալ վերանորոգման կամ վերակառուցման համակարգերի համալրման եւ անհրաժեշտ այլ միջոցներով ապահովման վրա։ 2024 թվականին մենք ուրեմն մի քանի հիմնարար որոշումներ ենք կայացրել, որոնք որ փոխել են մեր կապիտալ ծախսերի ուրեմն ուղղվածությունն ու բովանդակությունը, որովհետև կարծում ենք, որ ոչ միայն կարևոր է քանակը, թե ինչքան ուրեմն բժշկական կենտրոններ ենք կառուցում, վերանորոգում, բայց նաև շատ կարևոր է անդրադառնալ նաև դրանց արդյունքներին, որակին եւ կուտակված փորձը նաև փորձել ավելի ինստիտուցիոնալ ձևով գնահատելով որոշումները փոխել։ Ասեմ, որ ըստ էության մենք այլևս հրաժարվել ենք վերակառուցումներ իրականացնելու, եթե չունենք հստակ տեխնիկա-տնտեսագիտական ուրեմն վերլուծության եզրակացություն, որը մեզ կհամոզի, որ այդ շենքերում ներդրումներ անելը իսկապես արժի, որովհետև երկու խոշոր ուրեմն շինարարությունների արդյունքում մենք հասկացանք, որ թե սեյսմիկ գնահատականների, թե նաև տվյալ շենքերում նոր կոնցեպտով ուրեմն բովանդակություն տեղավորելու առումով շատ ավելի տեղին է, ուրեմն եղած շենքերը միայն վերանորոգման տրամաբանության մեջ դիտարկել, իսկ արդեն ուրեմն կապիտալ ներդրումները ուղղել նոր շենքերի կառուցմանը։ Օրինակ բերեմ 9 պոլիկլինիկաներից մենք միայն 1 պոլիկլինիկան, Նոր Հաչնի պոլիկլինիկան է, որ թողել ենք վերակառուցման, որովհետև ըստ էության այդ գնահատականը մեզ ուրեմն վստահեցնում է, որ արժի ֆինանսական միջոցները ներդնել վերակառուցման վրա եւ մեկ Գյումրի պոլիկլինիկան, թիվ 2 պոլիկլինիկան, որը իրենից ներկայացնում է պատմամշակութային շենք եւ այն ընթանում է լրիվ այլ տրամաբանությամբ վերակառուցման եւ ռեստավրացիոն շրջափուլերով է անցնելու։ Մնացած պոլիկլինիկաների մասով մենք գնում ենք նոր շենքեր կառուցելու տրամաբանությամբ։ Եվ պետք է ասեմ, որ 24 թվականի հենց այս 91.4%-ը կատարողականի սովորաբար մեր կատարողականը ավելի բարձր է լինում, նաև պայմանավորված է հենց այս հանգամանքով, որ հնդած որոշումները ուրեմն փոփոխվել են եւ կախված այդ որոշումներից էլ մենք ժամանակի որոշակի ավելի երկար ընթացք ենք արդեն ունենում նոր նախագծերի եւ ուրեմն հաջորդիվ արդեն շինարարական աշխատանքների։ Շարունակում ենք թողարկումը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կայացել է բացօթյա բալետային ներկայացում։ Այն արվեստի հասանելիության եւ հանրային տարածքների մշակութային օգտագործման հիանալի օրինակ է։ Այս ձևաչափով անցկացվող փառատոնը յուրօրինակ կապ է ստեղծում բալետային արտիստների եւ հանդիսականների միջեւ։
Երևանում մշակութային կյանքը նոր շունչ է ստացել։ Երևանյան միջազգային բալետային փառատոնի 3-րդ օրը նշանավորվեց Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի հանրահայտ Շոպենյանը եւ Շահերեզադա ներկայացումներով։ Այն ոչ միայն գեղարվեստական միջոցառում էր, այլև իրական տոն արվեստի սիրահարների համար։ Հայաստանի լավագույն բալետային արտիստների նուրբ գեղարվեստական շարժումները դասական երաժշտության ուղեկցությամբ գրավեցին ներկաներին եւ տարան մի այլ աշխարհ։ Շատ ուրախ եմ, նախ ասեմ, որ նման երեկոներ, նման համերգներ են պարգևում մեզ երևանցիներից։ Հրաշալի երեկո է, նախադեպը չունեցող։ Ես կյանքիս ընթացքում չեմ հիշում դեպք, որ Երևանում նման մասշտաբի երեկույթ կազմակերպված լինի։ Շատ բարձր մակարդակով է ամեն ինչ կազմակերպված։ Շատ մեծ հաճույք ստացանք ընտանիքով, նման հնարավորությունը մեր քաղաքացիների համար ուղղակի ողջունելի է, շատ ուրախ եմ, շատ հաճելի երեկո է, ֆանտաստիկ պարզապես։ Մեծագույն բավականություն եմ դեռ ստանում, կարծում եմ երկրորդ մասում էլ ամեն ինչ էլի հրաշալի կլինի։ Ձեզ սափարություններն արդեն այն մասին են, որ բոլորը շատ գոհ են եւ շատ հաճելի է, շնորհակալ ենք։ Տպավորությունները, չգիտեմ, երևի խոսքերը քիչ չեն բավականացնի, շատ են տպավորությունները։ Ամեն հարմար պայման ստեղծված է, որ մարդը բաց երկնքի տակ ծանոթանա բալետին, վայելի։ Ներկայացումը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը, նախաձեռնությունն ունի հստակ նպատակ՝ մշակույթը դարձնել հասանելի բոլորին, նաև հանրային տարածքներն օգտագործել որպես արվեստի նոր հարթակներ։ Սա միայն բալետ չէ, սա մշակույթի եւ քաղաքի երկխոսությունն է, նշում են կազմակերպիչները։ Բեմում հնչեցին ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից բալետի կատարումներ, ներկայացնելով բարի բազմազանությունն ու բեմադրությունների հարստությունը։ Այսպիսի նախաձեռնությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ արվեստը կարող է եւ պետք է դուրս գա սրահներից, դառնալով համայնքի կյանքի մի մաս։ Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, նման նախաձեռնությունները շարունակական են լինելու եւ քաղաքի յուրաքանչյուր անկյուն կարող է դառնալ իսկական բեմ արվեստի ներկայացման համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։